վերջապես մեր սպասված գիրքը լույս տեսավ։ Անցյալ մայիսից կարծեմ մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, հորդորենք երիտասարդ ճարտարապետներին, որ իրանք այս օրինակի վրա հասկանան, որ ճարտարապետները, որոնք երազում էին կառուցել իրենց սիրելի Երևանը, դա արել են եւ տանք իրենց հնարավորություն իրենց էլ երազել եւ իրականացնել իրենց երազանքները։ Առաջին հերթին, եթե կարդում ես գիրքը եւ կարդում ես հոդվածները, որոնք գրել է հայրս, բոլորի մեջ մի հատ sense կարմիր գիծ կա, որում կարդացվում է, որ նրանք ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալներն էին, որոնք երբեք ոչ մի կոմպրոմիսի չէին գնում իրանց մասնագիտական ինչ-որ բան վնասելու համար։ Նրանք մինչև վերջ իրենց կարծիքը կարողանում էին արտահայտել եւ պաշտպանել իրենց տեսակետը։ Հայրս միշտ ասում էր, որ ամեն ինչ պետք է համահունչ լինի, եթե դու շենքը կառուցում ես, այդ շենքի շուրջ պետք է համահունչ լինի ամբողջը, եւ դա գրագետ քաղաքաշինարական մտածելակերպի շնորհիվ է։ Կան նորմեր, որոնց պետք է համապատասխանի այսօրվա մարզադաշտը, դա չնչին գումարներ է եթե ներդրվելու, եթե նոր ստադիոն կառուցեն, դրա տասնապատիկ գումարներն են ծախսվելու եւ չհաշվի չառնելով այն, որ սա իսկապես մեր մշակութային ժառանգույթներից է եւ չի կարելի վերաբերվել այդպես անփույթ եւ բարբարոսական, ինչպես այսօրվա օրով վերաբերվում են Վրաստանին եւ ուրիշ կառույցներին, որոնք այդ շրջանի ստեղծված կառույցներն են։ Ստադիոնը պետք է շահագործվի եւ ճիշտ շահագործվի, անցնեն փառատոներ, տարբեր միջոցառումների համար դա կարող է ծառայել պետությանը եւ հանրությանը, ինչի համար եւ նա ստեղծված է եւ կառուցված։